Ժամանակը եկավ, երբ մենք պետք է լսենք Աստծո խոսքը, քիչ առաջ էլ մենք էլի լսում ենք Աստծո խոսքը, բայց այն քարոզը, որ Աստված տվել է մեզ, այն падգամը, որ որոշել է միջոցով ներկայացնել, մեզ մտածելու բան տա, որովհետև մենք տեսնում ենք, թե աշխարհը ինչպես է հավատում եւ բնական է, ցավում ենք, որ այդ հավատքը Աստվածաշնչային հիմք չունի, դրա համար Աստված իմ սրտի մեջ դրեց, որպեսզի ես այս քարոզաշարքը ասեմ, որ մենք ամեն մեկս հասկանանք, որ իրականում որ շատ անգամ մենք ուրիշներին ենք ասում, այն նրանք էս են անում, նրանք են անում, սխալները ուրիշների հեշտ է ասելը, բայց մենք ինքներս պետք է հասկանանք, որ առաջի հերթին մեզ նայենք, թե ինչպիսին ենք մենք եւ ինչ ուղղություն ունենք այսօր վերցրած, որ կարողանանք համոզված գիտենալ, որ մեր ընթացքի վերջը հավիտենական ուրախություն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին, դա պետք է համոզված գիտենանք, որովհետև հավատացյալ մարդը, որն իրեն որպես ճշմարիտ հավատացյալ է ընդունում, նա պետք է համոզված գիտենա, որ իր այս երկրավոր կյանքի վերջը հավիտենական ուրախության սկիզբը պետք է լինի ու դա պետք է անվերջանալի լինի։ Նորից եմ ասում, մարդիկ, որոնք որ այսօր հավատում են ու գիտեք ժամանակին մենք ապրում ենք սովետական միության մեջ, որտեղ որ աթեիստական երկիր էր կոչվում, չնայած դա արտաքին աթեիստական երկիր էր, մեծամասնությունը հավատացյալներ էին, հավատում էին Աստծուն, էլի եկեղեցիներ կար, ավանդական, ոչ ավանդական, բայց մարդիկ բացեբաց քարոզում են, որ Աստված չկա, մենք այս ամեն ինչը ինչ որ կա, ինքը Իրանը ստեղծվել է, բայց մենք Փառք Աստծո, Աստծուն ճանաչելով հասկացանք, որ այն ամենը ինչ որ մեզ շրջապատում, մենք ինքներս էլ Աստծո ստեղծագործությունն ենք եւ Աստծո նպատակն է, որ ադամական մեղքը, որն որ մարդկանց մահկանացու դարձրեց ու դժողքի ուղղություն տվեց, այդ ուղղությունից հեռացնի մեզի եւ մեզ ճիշտ ուղղություն տա։ Որ մենք չհավատանք այնպես, ինչպես որ աշխարհն է հավատում, որովհետև էլի այն օրինակը, որ այսօր մարդուն ավելի են բարձրացնում ու նրան եսի ինչ բարձրություններին են հասցնում, հասկանալի է։ Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ Աստված այնպիսի մարդկանց է ընտրել, որոնք որ ժամանակին ապրել են այս ֆիզիկական կյանքի մեջ ու ապրելով այս ֆիզիկական կյանքի մեջ իրանք գործեր են արել, որն այսօր փառք է բերում Աստծուն։ Մենք կարդում ենք այս Աստվածաշնչի մեջ հերոսներ կան, որոնք որ մեծամեծ գործեր են արել, առաքյալները, հավատացյալները, հետագայում էլի շատ մարդիկ կային, որոնք որ արել են, բայց նրանք ուղղակի մարդիկ են, որոնք որ կարիք մեծ նման կարիք ունեն Հիսուս Քրիստոսին։ Ու մենակ Հիսուսը պետք է փառավորվի։ Դրա համար երբ որ մարդը ուզում է հասկանա, թե ինչ է իրական հավատքը եւ ինչպիսին պետք է լինի Աստծո մարդը, մենք պետք է ոչ թե մարդկային գաղափարներով առաջնորդվենք, այլ Աստծո խոսքի վրա հիմնված գաղափարներով։ Աստված է որոշում, թե ինչպիսին պետք է լինի հավատացյալը։ Ու եթե մենք ճիշտ Աստծո որոշումով ենք առաջնորդվում, այսպիսի բաներ ինչ որ այսօր աշխարհում կատարվում, Գեորգոբայա, թե Մարիամոբայա, թե էլ ինչոբայա, ամեն ինչը մեզ համար ոչինչ կերանի, որովհետև կարևորը ու կենտրոնականը դա միայն Աստված է։ Եթե հիշում եք, մենք անցյալ կիրակի օրը Աստծո մարդու կերպարներից երկու հատկություններ ներկայացեցինք, կարծ կհիշեցնեմ, որպեսզի այսօրվա մեր կարևոր գաղափարը նույնպես ասենք։ Առաջինը, ինչ որ ասեցինք, դա գոհունակ սիրտ է կամ շնորհակալության հոգի, որն որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր կյանքի մեջ եւ ոչ միայն այն ամենի համար, ինչ որ մարդու համար բարի եւ լավ է, այլ ամեն ինչի համար։ Որտեղ Պողոս Արաքյալը ասում է ամեն ինչին գոհացեք Աստվածանից, որովհետև դա է Աստծո կամքը Հիսուս Քրիստոսում։
Աստված կամենում է, որ մենք ամեն ինչում գոհանանք եւ ոչ թե միայն լավ բաների մեջ, այլ երբ որ մեր կյանքի մեջ դժվարություններ է եղնում։ Եվ երկրորդ կարևոր բանը, որն որ այսօր շատ մարդկանց մեջ փափակ կա, ցանկություն կա, ու այսօր եղբայրն է հիշեցրեց, որ Փառք Աստծո մեր Վրաստան երկրում դեռ խաղաղություն կա, իսկական խաղաղությունը դա Աստվածանից տրված է ու մարդու մեջն է գտնվում։ Իմ խաղաղությունն եմ տալի ձեզ։ Այն խաղաղությունը, որն որ աշխարհը չի կարող տա, ու այդ խաղաղության մեջ երկու կարևոր բան կա՝ չխռովել եւ չվախենալ։ Այս է Տիրոջ տված խաղաղությունը, եթե մենք իրականում այդ խաղաղությունը ունենք, երանելի ենք, որովհետեւ ինչ կարգավիճակի մեջ էլ լինենք, Տիրոջ խաղաղությունը միշտ մեր մեջն է։ Ոչ մի բան չի խանգարի, որպեսզի մենք անխաղաղության մեջ լինենք։ Այսօր եւս մի կարևոր բանի մասին պետք է խոսանք։ Մենք որնոր մեզ շատ ծանոթ համարներ է, այս ինչ որ ես մի կարդամ, շատ անգամ ենք մենք կարդացել այս համարները, բայց ելի մի անգամ եկեք հիշենք, մտածենք մեր կյանքի մասին ու ջոգենք, մենք ինչ վիճակի մեջ ենք գտնվում, որպեսզի երբ որ մենք վկայում ենք մեր մասին, որ մենք Աստծո մարդիկ ենք, մեր վկայությունը սուտ չլինի, այլ հիմնված լինի Աստծո խոսքի вրա։ Առաջի Հովանու երկրորդ գլուխ 15-ից 17 համարները։ Первая Иоанна, 2 глава, с 15 по 17 стихи։ Համոզված եմ, որ բոլորը շատ լավ գիտեք, բայց եկեք մի անգամ էլ կարդանք այս կարևոր գաղափարները։ Մի սիրեք աշխարհը, եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրանում չէ, որտեղ ամեն ինչ որ աշխարհումն է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը հորիցը չէ, այլ աշխարհիցն է։ Եվ աշխարհը անցնում է, եւ նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Հետաքրքիր է։ Հովանես Արաքյալը կտրուկ, իհարկե մենք բոլորս լավ գիտենք, որ Հովանեսը ոչ մի դեպքում ինքը իրանից ոչինչ չէր ասի։ Դա Աստծո հոգով լցված մի անձնավորություն էր, որն որ ժամանակին առաքյալ էր, ու Աստված նրա միջոցով մեզ հիշեցնում է մի կարևոր բան։ Ինքը չի ասում. շատ մի սիրեք աշխարհը։ Կամ թե չէ, երբ որ դուք սիրում եք աշխարհը, մի քիչ չափավոր սիրեք։ Ինքը միանգամից կտրուկ ասում է. մի սիրեք աշխարհը։ Եվ ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա։ Հասկանալի է, որ մենք մի անգամ զարմանում ենք Աստծո խոսքի գաղափարների վրա, որովհետև այս անձը, որն որ խոսում էր Աստված նրա միջոցով խոսում էր, մենք բոլորս գիտենք, որ Աստված ինքը սեր է։ Աստված սեր է, բայց Աստված լինելով սեր, մեզ ասում է, որ ինչ որ մի բան կա այս երկրագնդի մեջ, ֆիզիկական կյանքի մեջ, որ դուք սիրելու իրավունք չունեք։ Սիրող Աստված արգելում է մեզ ինչ-որ մի բան սիրելու։ Նայեք հետաքրքիր է Հովանես Արաքյալը, այդ նույն Հովանես Արաքյալը իր էլի առաջի հանրային գրքի մեջ 5-րդ առաջի Հովանու 4-րդ գլխի 7-րդ համարում հետաքրքիր գաղափար է ասում, որպեսզի մենք կարողանանք հասկանալ։ 1 Иоанна 4 глава 7 стих։ Լսեք ուշադիր, սիրելիներ, իրար սիրենք, որ սերը Աստվածանից է։ 8-ն է պետք է կարդանք։ Եվ ամեն ով որ սիրում է Աստվածանից է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Նա որ չի սիրում Աստծուն, չի ճանաչել, որովհետեւ Աստված սեր է։ Ես գիտեմ, որ ովքեր ժամանակին Կախովկա են գնում, այնտեղ Կախովկայի 4-րդ համարում, մենք բոլորս մեր բոլորի աչքերի առաջ 3 լեզվով գրած էր այս կարևոր գաղափարը, որ Աստված սեր է։ Ոչ թե Աստված ուղղակի սիրում է, Աստված սեր է իր բնությամբ ու իր էությամբ։ Բայց նորից եմ ասում, այդ սեր Աստվածը մեզ արգելում է, որպեսզի մենք սիրենք աշխարհը։ Ու դա ունի իր պատճառը, գիտեք, որովհետև մարդ արարած ֆիզիկական մարդը, մենք բոլորս էլ հավատացյալ լինելով շարունակում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ ապրելու, ֆիզիկական մարմնի մեջ լինելու եւ այս ֆիզիկական մարմինը իր պահանջները ունի։ Ցավոք սրտին այդ պահանջները շատ անգամ հակառակ է Աստծո խոսքին։ Ու մենք ինչքան մեծ ուժ պետք է ունենանք, որ ոչ թե ուղղակի գիտենանք, որ այդպիսի բան է գրված, այլ կարողանանք համոզված գիտենալ, որ իրականում այս աշխարհը սիրելով մենք կորցնում ենք շատ բաներ։ Մենք կորցնում ենք ամենակարևորը, ինչ էլ որ այս կյանքի մեջ մեզ համար շատ նշանակալի է։ Մենք կորցնում ենք Աստծո ուշադրությունը։
Մենք կորցնում ենք Աստծո օրհնությունը եւ մենք կորցնում ենք Աստծո հանդեպ սերը։ Գիտեք, շատ անգամ երբ որ մենք խոսում ենք սիրո մասին, մենք գիտենք որ Աստված սիրելով մեզ այնքան մեծ գործ կատարեց, որ ոչ ոք չէր անի այդ բանը։ Գրված է ասում է, միջև անգամ մարդը իր հարազատի համար էլ իցե թե կարողանա իր կյանքը տալ, բայց Աստված այնքան սիրեց մեզի, որ իր թշնամիների համար, երբ որ մենք դեռ մեղավոր ենք, 5:8 Հռոմեացուց լավ հիշում ենք, երբ որ մենք դեռ մեղավոր ենք, Աստված մեր տեղակ մեռավ, Հիսուս Քրիստոս մեր տեղակ զոհվեց։ Նայեք առաջի Հովհաննես 2-րդ գլխի 16-րդ համարի առաջի մասը ինչ է ասում։ Первая часть 1 Иоанна 2 глава 16 стиха. Անդրում եմ ուշադիր լսեցեք։ Եթե մեկը աշխարհը սիրե, ուշադիր լսեցեք, հոր սերը նրանում չէ։ Եթե ես աշխարհը սիրում եմ, որովհետև աշխարհում շատ բաներ կա ինձ համար սիրելի, ես չեմ կարող սիրել հորը, որովհետև այդ հոր սերը իմ մեջ չի կարող լինել։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը գիտեր, գիտեք այդ բանի մասին, եւ օրերից մի օր իր քարոզի մեջ նա ներկայացեց մի կարևոր գաղափար, որն որ մեզ բոլորիս համար մտածելով բան է։ Նայեք ինչ է ասում Մատթեոսի 6-րդ գլխի 24 համարը։ Матфея 6 глава 24 стих. Ոչ ոք չի կարող երկու տերերին ծառայել։ Հետաքրքիր է, չէ՞։ Որովհետև կամ մեկին կսիրե եւ մյուսին կատե, կամ մեկին կմեծարե եւ մյուսին կարհամարե։ Չեք կարող Աստծուն եւ մամոնային ծառայել։ Չեք կարող։ Գիտեք, այսօր մարդկային ինքնավստահությունը, սամը ուվերենս, ցավոք սրտին այդ ինքնավստահությունը մենք աշխարհից բերում ենք մի անգամ հավատքի մեջը եւ շարունակում ենք ինքնավստահ լինելով այսպես ասել։ Կարող եմ։ Կարող է ուրիշը չի կարող, ես կարող եմ։ Ես կարող եմ աշխարհն էլ սիրել ու միևնույն ժամանակ ես կարող եմ նաև հավատքի մեջ ճիշտ վիճակի մեջ գտնվել եւ Աստծուն սիրել։ Չեք կարող։ Աստծո խոսքը այնքան կտրուկ է ասում, չեք կարող, որ դրա հակաճառելը ու դրան հակառակվելը անիմաստ բան է իմ սիրելիներ։ Չենք կարող մենք սիրել համ Աստծուն, համ աշխարհը, չենք կարող Աստծուն ծառայել եւ միևնույն ժամանակ աշխարհին ծառայել։ Չեք կարող Աստծուն եւ մամոնային միաժամանակ ծառայել։ Բայց ամենացավը այն է, որ մարդկային ինքնավստահությունը միշտ հակառակվում է Աստծուն։ Ու այդ հակառակությունը շատ անգամ ինքան բացահայտ է երևում, որ հավատացյալ մարդը, որն որ վկայում է իր մասին, որ ինքը մկրտված, ապաշխարած մկրտված ու տարիների ընթացքում եկեղեցի գալու, աշխարհի մեջ ինքը ապրում է, աշխարհային մարդկաց նման հավատքի մեջ, եկեղեցու մեջ ապրում է որպես հավատացյալ։ Չեք կարող, Տերը ասում է։ Ու մենք պետք է վստահ համոզված գիտենալ, որ Տերը ճշմարիտ է։ Տերը չի կարող սուտ խոսալ, չի կարող սխալվել։ Տերը ինչ որ ասում է, այն կատարում է։ Ու մենք նայում ենք մեր կյանքի մեջ։ Մենք ինչքան ենք իրար հետ միասին լինում։ Շաբաթը 1-2 անգամ, այն էլ մի քանի ժամով։ Մնացած ժամանակը մենք աշխարհում ենք գտնվում։ Ու այն ամեն ինչը ինչ որ աշխարհի մեջ կա, ամեն ինչը մեր շուրջն է պատուտ գալի, իմ սիրելիներ։ Ամեն ինչ որ մեր մարմինը ցանկանում է, ձգում է դեպի աշխարհը, մենք ինչքան պետք է ուժ ունենանք, որ կարողանանք համոզված գիտենալ, որ աշխարհասիրությունը մեծ վնաս է բերում մարդուն, հավատացյալ մարդուն, որովհետև ինքը կորցնում է շատ բաներ։ Նայեք Գաղատացոց թղթի մեջ է Պողոս Արաքյալը մի ժամանակ ինքը հավատացյալ էր, փարիսեցի, բայց իր գլխավոր ակցենտը, երբ որ ինքը փարիսեցի էր, աշխարհն էր, էլի մարմինն էր, էլի այն օրհնությունները, որն որ հрьяաները ունեին այն ժամանակ ու ցավոք սրտին միջև իմել ունեն։ Երբ որ իրանք մարմինները ու իրանք ստատուսը այնքան բարձր են նշանակություն տալի, որ ես նորից եմ ասում, հանդիպել եմ հрьяաների հետ ու իրանք այնքան համոզված են, որ իրանք հատուկ ժողովուրդ են, որ միջև անգամ մեղքի մեջ գտնվելով իրանք համոզված գիտեն, որ Աստված իրանց երկնքից չի զրկի։ Խոսացել եմ այդները, գիտեմ այդ մարդկանց, որ ինչ կյանքով են ապրում, բայց միևնույն ժամանակ իրանք վկայում են, որ ես հрья եմ, ուրեմն փրկված եմ։
Ցավ է գիտեք այսօր որ ոչ միայն հрьяաները, այլ քրիստոնյա կոչվածներն էլ նույն վիճակի մեջ են գտնվում։ Իրանք իրանց ստեղծած կերպարը ունեն, հավատացյալի կերպարը, ու այդ կերպարով առաջնորդվելով իրանք կարծում են որ այդպես երկինք կմտնեն։ Որոշ գործողություններ անելով, բայց մենք պետք է գիտենանք որ երկինք մտնելու միակ միջոցը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ոչ Գեորգին է, ոչ այն Մարիամն է, որն Աստվածածին են կոչում, ոչ Պողոսը, ոչ Պետրոսը, ոչ որևէ մեկ ուրիշը, որոնք որ այսօր շատ մարդկանց համար բարեխոս են դարել։ Մարդիկ թողել են Քրիստոսին եւ ընկել են այն մարդկանց հետևից ու մտածում են որ այ ես մի անգամ երբ որ գտնվում էի Համլետենս տունը, Ղարիբով Համլետենս տունը գտնվում էի, իմ փեսան որնոր փեսանը քրոջս ամուսինը, որնոր ուղղափար եկեղեցու հետևորդը ինքը նայեց այնտեղ հենց Համլետենս պատշգամբից երևում էր սարերը ու այդ սարերի վրա մեծ խաչ կա։ Ինձ կանչեց, գիտա ինքը որ ես հակառակ եմ այդ բանին, բայց երևին այ ոնց որ ասում են հատուկ էլի որպեսզի ինձ մի քիչ դաղի ինձ կանչեց արի Համլետ ասում տեն մեծ են խաչը այն մեծ խաչը տեն ասի գիտեմ ասի դու գիտես որ այդ խաչի տակը Պետրոս Արաքյալի շղթան վզից շղթան է թաղված ասում չեմ գիտա դու օրդիան գիտես դիպը ասում են այդ բանը ու գիտես որ այդ խաչը ամբողջ Թիֆլիսի հովանավորն է պատկերացրեք մի հատ փետի չինած կամ ես իմ չգիտեմ ինչի չինած խաչ որն Վրաստանի մայրաքաղաքն է հովանավորում ու պաշտպանում է ոնց որ այսօր եղբայրը հիշեցեց որ Գեորգին էլ Վրաստանի պաշտպանն է վայ եկել է մեզի տարել է որ խաչերն ու մարդիկ մեզի պաշտպանում են ու Աստված մի կողմն է այս է ցավը ու մենք դրանից ազատվելով շարունակում ենք ապրել այս կյանքի մեջ այս աշխարհասեր մարդկանց շրջապատված ու ինչքանով ենք մենք սիրում աշխարհը այսա շատ կարևոր է կարող է պատահի մենք Գեորգին չենք պաշտում Մարիամին չենք պաշտում Պողոսին ու Պետրոսին ու մյուսներին չենք պաշտում բայց երբ որ մենք աշխարհը սիրում ենք Աստված ասում է ինձ համար դիպ մեկը դու ումն ես պաշտում եթե դու աշխարհն ես սիրում ուրեմն իմ սերը քո մեջ չկա ու դու չես կարող առանց ինձ որևէ մի բան անել ու այդ Պողոս Արաքյալը որ այդքան աշխարհասեր ու իր վրա մեծ կարծիք ունեցող նայեք ինչ է ասում Գաղատացոց առաջի գլխի 17 համարում Գալատան 1 глава 10 стих որովհետև հիմա մարդկանց եմ հաճեցնում թե Աստծուն կամ ուզում եմ մարդկանց հաճո լինել եթե տակավին մարդկանց հաճո լինեի Քրիստոսից առաջ չէի դուք պատկերացնում եք Պողոս Արաքյալը ինչպես է ասում երբ որ ես համոզված ասում եմ որ ժողովուրդ ես կարող եմ համ աշխարհը սիրել համ Աստծուն սիրել գիտեցեք որ ես Աստծուն չեմ ապացուցում դա ես մարդկանց եմ ապացուցում մարդկանց առաջ եմ ուզում ինձի բարձրացնել Պողոս Արաքյալը ասում է եթե հիմա ես ուզեի ձեզ հաճո լինել ով գաղատացիներ որին դուք գիտեք որ գաղատացուց թուղթը ամբողջ թուղթը հանդիմանական թուղթ է երբ որ մարդիկ Քրիստոսին ճանաչելով վերադառնում էին այն հավատքին որն որ հրեական հավատք է կոչվում ու ասում է եթե դուք որ կարծում եք ես ուզենայի մարդկանց հաճո լինել ես ինքս ժամանակին փարիսեցի էի ամեն ինչ տեղը տեղին էր բայց ինչի ես որոշեցի քրիստոնյա դառնալ ու Քրիստոսի ծառա լինել եթե ես ձեզ պետք է հաճո լինեմ ուրեմն ես Քրիստոսի ծառա չեմ եթե ես աշխարհն եմ սիրում ոնց կարող եմ ես Քրիստոսի ծառա լինել իմ սերելիներ գիտեք որ շատ բաներ կա այս աշխարհի մեջ որն որ ցանկալի է մեզ համար մարդ ենք ուզում ենք ես ենք ուզում են ենք ուզում են ենք ուզում բայց պետք է հասկանանք որ ինչ որ աշխարհի մեջ կա ինչ որ աշխարհի մեջ նայեք ելի մի անգամ առաջի Հովանու 16-րդ գլխի երկրորդ մասը առաջի մասը կարդացինք որ եթե մեկը աշխարհը սիրի նա հորսերը նրա մեջ չկա երկրորդ մասը այսպես է ներկայացնում 1 Իոաննա 2 часть 16 стиха որտեղ ամեն ինչ որ աշխարհումն է շատի լսեցեք մարմնի ցանկությունը աչքի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը հորիցը չէ այլ աշխարհիցն է գիտեք մեր եղբայր Հովանեսը երբ որ սկսում է այս կարևոր գաղափարը ինչ էլ որ աշխարհի մեջ գտնվող այս մարմնի ցանկություն, աչքի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանությունը որ հորիցը չէ ինքը սկսում է մի կարևոր խոսքից որովհետեւ
որպեսզի մեր ուշադրությունը դարձնի, որ եթե մենք ինչ-որ մի չափով, որոշ չափով, գիտեք չափավոր, նորից եմ ասում, ես այդքան շատ չեմ սիրում աշխարհը, ես աշխարհի չափավոր եմ սիրում աշխարհը, գիտեցեք որ չափավոր թե այնքան էլ շատ Աստված չի ուզում, որ մենք աշխարհասիրությամբ զբաղվել։ Ինչի պատճառը ասում է, որ այն աշխարհասիրության մեջ հորսերը չկա, այն բոլոր բաները ինչ էլ որ աշխարհի մեջ կա, ամեն ինչ մարմնի հետ է կախված։ Հետաքրքիր է, Աստված որ ստեղծեց այս մարմինը, իմ սիրելիներ, ինչի է ինքը ամեն ձևով ձգտում այս մարմնի վրա ուշադրություն չդարձնել ու ավելի շատ հոգու վրա ուշադրություն դարձնել։ Մենք քիչ հետո կխոսանք այդ բանի մասին, որ այս մարմինը ուշ թե շուտ պետք է այս երկրագնդից հեռանա, այս կյանքից հեռանա։ Աստծո գլխավոր նպատակը մեր հոգիներն են, որը ցավոք սրտին շատ անգամ անտարբեր է լինում մարդկանց կողմից, շատ անգամ հավատացյալների կողմից, որովհետև իրանք ամենակարևոր ակցենտը դնում են մարմնի վրա։ Ինչ հագնեմ, ինչ ուտեմ, ինչ խմեմ, ինչպես ապրեմ, ոնց վայելեմ այս կյանքը, այս ամենը այնքան կլանում մարդուն, կուլա տալի մարդուն, որ մարդը ժամանակ էլ չի ունեմ հոգու մասին մտածել։ Այ մենք մտածենք, կիրագին անցավ, այսա մի փոքր ժամանակ հետո մենք բոլորս պետք է թողնանք տները գնանք։ Մենք գնում ենք աշխարհը, որտեղ որ մարդկության մեծամասնությունը աշխարհասիրությամբ է զբաղվում։ Գնում ենք աշխարհը եւ ինչ ենք մենք աշխարհի մեջ տեսնում։ Տեսնում ենք աշխարհասիրություն, տեսնում ենք որ մարդիկ իրանց մարմինների համար պատրաստ են ամեն ինչ անելու։ Գողանալու, մարդկանց գցելու, միջև անգամ մարդասպանությամբ, ամեն ինչին պատրաստ են, մենակ թե այս մարմինը, որն որ յուրաքանչյուր մարդու համար հայտնի է, որ ժամանակավորը այս մարմինը կարողանան հագեցնել։ Ու երբ որ հավատացյալն էլ այդ վիճակի մեջ է գտնվում, ու ինքը հայտարարում է, որ ես հավատացյալ եմ, ու մարդկանց աչքի առաջ ոչ մի բանով չի տարբերում, աշխարհային մարդկանց ու աշխարհասիրությամբ լցված է, սա ցավ է։ Որովհետև երբ որ մենք ինչ-որ մի ժամանակ հնարավորություն կունենանք մարդկանց վկայելու այն բանի մասին, ինչ էլ որ Աստված արգելում է, շատ մարդիկ կասեն, դու քեզ չես նայում, տես ոնց ես քո մարմինդ փայփայում, քո մարմնի համար քո կյանքի մեծամասնությունն ես տալիս, ու հոգիդ մենակ շաբաթը մի անգամ կիրագի օրը 2 ժամով, դու քեզ չես նայում։ Նորից եմ ասում, երբ որ մարդը մաքսիմում ուշադրություն դարձնում է իր մարմնին ու այն ինչ էլ որ աշխարհում շրջապատված է, որ կարողանամ լավ հագնեմ, լավ ուտեմ, լավ խմեմ եւ ամեն ինչ էլ որ մարմնի հետ է կախված, ես համոզված եմ որ այդ մարդու համար ժամանակ չի եղնի, որ ինքը իր հոգու մասին մտածի ու հոգին միշտ սոված, ծարավ պետք է տարապի մարդու մեջ։ Պետք է աղաղակի։ Հիշում եք, երբ որ հրեշտակները երբ որ եկան Աբրահամի մոտ, որպեսզի գնան ու կոտորեն այն քաղաքները, Սոդոմն ու Գոմորը, որոնք շատ կեղտոտ վիճակի մեջ է գտնվում, հիշում եք հրեշտակները ինչ ասեցին։ Ասում են մենք աղաղակ լսեցինք։ Ինչ աղաղակի մասին է։ Մենակ բաններ այնտեղ Սոդոմում մենակ ղոտներ որ աղաղակում էր, չէ։ Հոգիներն էին աղաղակում, հոգիներն էին գոռում, որ մենք ծարավ, սոված ծարավ մարդիկ իրաց մարմինների մասին են մտածում, այն էլ ինչ կեղտոտ վիճակը։ Այսօր ես համոզված եմ, որ Աստծո համար ինչքան ցավ է, երբ որ տեսնում է աշխարհը ինչ վիճակի մեջ է գտնվում, որ աշխարհը կլանված է այս աշխարհասիրությունով եւ ամեն ինչ անում է, որպեսզի մարմինը եւ ոչ թե հոգին։ Միջև անգամ կրոնական գործողությունների մեջ էլի մարմինն է։ Ես մի անգամ մեկին հարցրեցի, ասում եմ, դու Աստված հավատում ես։ Բա ոնց, մեռնեմ Աստծո զորությանը։ Բա որ ես Աստված չհավատամ։ Ասի դու հավատում ես, որ կյանքից հետո, այս ֆիզիկական կյանքից հետո հավիտենականություն կա։ Գժվել ես, ասում եմ։ Այդ մեծ մարդ ես դարի ասում եմ, էլի տենց հեքիաթներ ես պատմում, բա ինչ օգուտ քո հավատքին։ Ինչի ես հավատում ասում, որ խնդրեմ ու տա։ Այդ է մարդու պատկերացումը, ինչի համար պետք է խնդրի։ Էլի իր մարմնի համար, փող տուր, առողջություն տու, հաջողություն տու, խաղաղություն տու, որ երկրի մեջ խաղաղություն է։ Ուրիշ ոչ մի բան։
Հոգին մնում է ծառավ, հոգին կենթանի է, նա մեռած չի, գիտեք մարդու մեջը, նա կենթանի է, բայց ամեն անգամ սոված ծառավ աղաղակում է դեպի Աստված, բայց այդ աղաղակը մենակ Աստված է լսում, մարդը ինքը չի լսում, արեք մտածենք մեր մասին, մեր հոգիները ունի ինչ-որ մի հատ հնարավորություն, որպեսզի սոված ու ծառավ չմնա, մեր հոգիների համար մենք մտածում ենք այնքան ինչքան որ մեր մարմինների մասին ենք մտածում։ Եթե մեր մարմինները առաջնակարգ է, ուրեմն մեր մեջ աշխարհասիրություն կա։ Որովհետև ինչ էլ որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը, աչքի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը հորիցը չէ, այլ աշխարհիցն է։ Սատանան, մեր թշնամի սատանան, մենք շատ անգամ ուզում ենք որ խուսափենք սատանայի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չասելով, բայց սատանան նպատակ ունի իմ սիրելիներ, որ ինքը ժամանակին մի հատ մարտավարություն ունի, ստրատեգիա, ռուսերեն գիտեք, չէ, այդ խոսք կա, ստրատեգիա, որն աշխարհի սկզբից օգտագործում է ու նրա մարտավարությունը ոչ մի անգամ չի փոխվել։ Ինքը էլի նույն ձևի անում է, ինչ որ արեց ժամանակին մարդկության սկզբին արշալույզին, երբ որ Ադամին ու Եվային ներկայացավ ու այն ծառի մասին խոսած, ինչ էլ որ Աստված արգելել է։ Լսեք ինչ է ասում Ծննդոց 3-րդ գլուխ 6-րդ համարը։ Ու դուք կհասկանաք որ նույն բանը Աստված ներողություն Սատանան այսօր է անում ու նրա մարտավարությունը չի փոխվել։ Ուրեմն Բիթիո 3 глава 6 стих։ Եվ կինը տեսավ որ ծառը լավ էր ուտելու համար։ Մարմնի ցանկությունը։ Նայեք, տեսավ իր մարմնի համայց ուրախությունը։ Եվ թե հաճելի էր աչքերին եւ փափագելի էր նայելու համար, դա աչքի ցանկությունը։ Եվ առավ նրան պտղիցը եւ կերավ, եւ իր հետ իր մարդուն էլ տվավ եւ նա էլ կերավ։ Դա արդեն ամբարտավանությունը։ Ինչի՞, որովհետեւ մարդը գորոզություն ունի ու երբ որ իրան Աստված, ամենակարող Աստված, որն որ իր ստեղծիչն է, ու դա առանձնապես Ադամն ու Եվան շատ լավ գիտեին։ Կարող է այսօր շատ մարդիկ ընդունում են որ իրանք կապիկներից են ծնված, բայց մենք բոլորս լավ գիտենք որ մեր ստեղծագործողը Աստված է։ Ու նա իրավունք ունի մեր վրա։ Ինչպես մենք էլ շատ անգամ իրավունքներ ունենք մեր երեխաների վրա։ Ու երբ որ Աստված ասում է որ չի կարելի ուտել, մարդը երբ որ գորոզություն ունի իր կյանքի մեջ, ամբարտավան խոսքը գորոզություն է նշանակում, առանձնապես այս կյանքի ամբարտավանությունը, երբ որ շատ մարդիկ մի քանի կապեք փողի տեր են դառնում ու սկսում են իրանց քթները բարձրացնել ու իրանց վրա մեծ կարծիքներ ունենալ, գորոզանալով որ ես եմ որ կամ ամբարտավանություն, Աստված ասել է որ չի կարելի, այդ դու քանի գլուխ ունես որ ասում հակառակ ես կենում ու ասում ես ոնց չի կարելի, կարելի է կուտեմ ու մարդուս էլ կտամ նա էլ կուտի։ Նույն բանը այսօր է կատարվում, նույն բանը այսօր ու ցավը այն է որ հավատացյալների կյանքի մեջ է կարող այդ բանը եղնել։ Երբ որ մի անգամ մեր կյանքի մեջ բաներ է լինում ու մենք մտածում ենք, գիտեք, ամենացավը ինչ է որ մարդու կյանքի մեջ կարող է լինի, ամենացավը, որ երբ որ մարդուն ասում են որ չի կարելի այս աշխարհը սիրել եւ ինչ որ այս աշխարհի մեջ է, շատ անգամ մարդը փափագում է ու մտածում է, մենք գիտենք որ ամեն ինչ չի որ մեղք է, վերջի, եթե ես հագնվեցի, անենց ոնց որ ուզում եմ, կարող է պատահի ինչ որ մեկը ասի որ մեղք է, կամ ես որ ինչ որ ուզենամ այն կուտեմ, դա կարող է ասի որ մեղք է, բայց նորից եմ ասում, երբ որ մենք որոշում ենք ինչ որ մի բան անել այս կյանքի մեջ, ինչ որ մի բան, որն որ կարող է պատահի մեր կարծիքով մեղք չի, մտածենք հետևանքների համար, որպես Աստծո մարդ, ես ինչ տպավորություն կթողնամ այս աշխարհի վրա։ Օրինակի համար, նորից եմ ասում, ես շատ եմ խոսացել դրա մասին ու ես չեմ դատարի խոսալ հագնելու համար։ Դուք գիտեք որ այսօր նորաձևությունը մոդան այնքան է կեղտոտացել, որ մարդկանց մերկացնում է, համարյա մերկացնում է եւ շատ անգամ երբ որ հավատացյալ մարդը գիտենալով իր ձևերը, ֆորմեկը, որ ինքը շատ բավականին աստվածանից տրված լավ ֆորմեկ ունի,
լավ ֆիգուրա ունի եւ ամեն ինչը տեղին է, ինքը ձգտում է հակնել այնպես ինչպես որ աշխարհն է հակնում, կարճ, եսիմ բացված ու երբ որ մարդուն հարցնում են, այ քո այդ հակած ձևով հասկանալի է, քեզ սազում է, շատ լավ սազում է քեզի, որ դու ոտքերդ էլ սիրուն է, ֆիգուրդ էլ սիրուն է, ամեն ինչը լավ է, սազում է, բայց դու գիտես որ դու դրանով կարող ես նախանց բերել քո բանը քո սերի հանդեպ, ասենք աղջիկա կողմից։ Եթե ինչ-որ մեկը այդ ձևի սիրուն ֆիգուրա չունի, կնայի կնախանձի, կասի «Ինչ լավ ֆիգուրա ունի» ու ես էլ կարող եմ պատահի փքվեմ ու ասեմ «Ինչ լավ է որ մարդիկ իմ համար նախանձում են» ու դու գիտես որ դու կարող ես գայթակղություն դառնալ քո հակառակ սիրո համար։ Օրինակի համար տղամարդիկ, նայելով կնոջը որ նոր կիսամերգման է գալիս, գայթակղություն։ Ու ես լսել եմ շատ անգամ իմ սիրելիներ, երբ որ աղջիկը, առանձնապես աղջիկը ասել եմ, իմ ինչ գործն է, թող չգայթակղվեն, թող չնախանձեն։ Ես ոնց ուզենամ կհակնեմ։ Դու կարող ես Աստծո խոսքի համեմատ ասել որ ես սխալ եմ հակնում։ Գիտեք, միտեղ կա Աստծո խոսքի մեջ, որ մեզ հնարավորություն է տալի հասկանալու, որ եթե այս աշխարհի մեջ գայթակղություններ կան, անխոս կան, որովհետև ովքեր որ մեծահասակներ են, մենք ապրել ենք մի կյանք, որտեղ որ կամաց դեգրադացիա է դարել այս կյանքը։ Եթե առաջ մենք պատկերացում չունեինք, որ այս ձևի կեղտոտություն կարող է Վրաստանում գալ, այսօր մենք մեր աչքի առաջը տեսնում ենք, որ Վրաստանը ոչ մի բանով չի տարբերում մյուս երկրներից, որտեղ որ ժամանակին կեղտոտություն կար։ Չի տարբերում ու մենք գիտենք որ այդ դեգրադացիան ավելի ու ավելի կվատանա, դեպի վատը կգնա։ Եվ մարդիկ կսկսեն անենց բաներ անել, որ այսօր եթե միասեռականությունը այս երկրի մեջ է, մի քիչ հակառակություն է տեսնում, ժամանակին էդ էլ չի եղնի։ Էդ էլ չի եղնի, միասեռները էլի ոնց որ ուրիշ երկրներում իրանց ազատ կզգան ու շատ ցավալի հետևանքների առաջ կբերեն, բայց հիշեք մի կարևոր բան։ Տղա կեղնի թե աղջիկ, երբ որ ինքը նախանձեցնում է ինչ-որ մեկին իր ֆորմեկով ու առանձնապես այդ բանը ընդգծված ֆորմեկով եւ գայթակղություն է տալի իր հակառակ սերին, նայեք ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Շատ կարևոր է որպեսզի մենք հավատացյալ լինելով, քիչ առաջ եղբայրն հիշեցրեց, նայենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մեր հավատքի զորագլխին եւ կատարողին նայենք ու տեսնենք թե ինքը ինչ է ասում այդ բանի մասին։ Մատթեոսի 18-րդ գլուխ 7-րդ համարը։ Մի հատ համար արդեն բավական է որպեսզի մենք մտածենք մեր կյանքի մասին։ Մատվե 18 глава 7 стих։ Վայ աշխարհիս գայթակղությունների համար, որովհետեւ պետք է որ գայթակղությունները կգան։ Ոչ մի խնդիր չկա, եթե Տերը ասեց կգան, անպայման կգան ու գալիս են։ Բայց նայեք հետևյալ խոսքերը ինչ ասում։ Սակայն վայ այն մարդին, որի միջոցով գայթակղություններ։ Դուք հասկանում եք դա վայը ինչ է նշանակում։ Սա փաղաքշական խոսք չի, սա օրհնություն չի, սա անեծ կա մարդու համար։ Երբ որ վայ են ասում ինձի, որովհետև իմ միջոցով մարդիկ գայթակղվում են։ Հավատացյալի անունը ոտնատակ է եղնում։ Հավատացյալի ու անհավատի միջի գտնվող այդ գիծը ջնջվում է ու աշխարհն ու հավատքը իր այդ միանում են ու դառնում են մեկ ընդհանուր ոնց կարող է պատահի Աստված եւ աշխարհը մի տեսակի եղնեն չի կարող պատահի բայց մենք մեր շարժու ձևով մեր հակու կապով մեր խոսակցությունով ամեն ինչով մենք թույլ ենք տալի որ աշխարհն ու սատանան ու Աստված իրար միանան ու մի ընդհանուր ուղղությունով գնան Կարող է պատահի այդ բանը եղնի։ Տերը ասում է չի կարող պատահի եղնի։ Մենք շատ անգամ ոչ թե խոսքով, այլ կյանքով ապացուցում ենք որ ոնց չի կարելի, այդպես էլ կարելի է անել։ Հետաքրքիր է որ երբ որ մի անգամ մարդիկ այդ վիճակի մեջ են գտնվում, իրանք սկսում են հասկանալի է որ իմ ինքնասիրությունը, իմ ինքնավստահությունը այնքան ուժեղ է որ ես կարող եմ միջև անգամ թույլ տալ որ վերջի վերջով ոչ թե մարդկանց մեղադրել իմ կատարած սխալ գործողությունների համար, այլ նաև Աստծուն։ Այդ բանը արդեն եղել է Ծննդոց գրքի մեջ, խնդրում եմ ուշադիր լսեցեք, 3-րդ գլխի 10-ից 12 համարում նայեք
հետաքրքիր գաղափարներ է գրված, որն որ մեծ հնարավորություն է տալի մտածելու։ Ես կարող եմ ասել, որ սա մենակ Ադամի խոսքերը չի, սա այսօրվա շատ մարդկանց խոսքերն է, որն որ կարող է պատահի մարդու բերանից դուրս գա։ Ծննդոց 3 գլուխ 9-ից 10-12 համարները։ Նայեք ինչ է ասում։ Ուր ես։ Ադամին է ասում Աստված։ Եվ նա ասեց, քո ձայնը լսեցի պարտեզում եւ վախեցի, որտեղ ես մերկ էի եւ թակ կեցա։ Եվ ասեց, Աստված ասեց, ով պատմեց քեզ, թե դու մերկ ես։ Արդյոք այն ծառիցը, որի համար քեզ պատվիրեցի, որ նրանից չուտես, կերար, հարց է տալի Աստված։ Ինքն գիտա որ կերել է, բայց ուղղակի հարց է տալի։ Եվ Ադամը ասեց, այն կինը, ուշադիր լսեցեք, որ ինձ հետ տվիր, նա տվավ ինձ այն ծառիցը, եւ ես կերա։ Ով Աստված, քու մեղնա։ Կարգին կնիկ շիներ, ես չեմ, այդ վիճակի մեջ չեմ։ Բայց քանի որ դու այս ձևի կնիկ ես ստեղծել, ինքը եկավ ինձի գայթակղեցրեց, ես կերա, դե հիմա պատժի նրան, ես պրիչո։ Այսօր նույն բանը կատարում, Տեր, եթե ինձ ավելի լավը սարքեիր, կամ այն նրան ավելի լավը սարքեր, ում միջոցով գայթակղություն եկե, ես չէի ընկնի գայթակղության մեջ, կամ ես ինքս չէի գայթակղություն դառնա։ Դու ես մեղավորը, որ դու նորմալ չսարքեցիր ու դրա համար այս բանը կատարում ես կյանքի մեջ։ Մենք կարողը բերանով չենք ասում, գիտեք, այսպես գրեհիկ ձևով չենք ասում, որովհետև հասկանում ենք, որ դա հիմարություն է, բայց կյանքով ապացուցում ենք։ Երբ որ մեր մեջ աշխարհասիրություն կա, դու ես մեղավոր ով Աստված։ Ինչի դրեցիր մեր, ով է ասում որ Աստված դրեց մեր մեջ։ Երբ որ Սատանան եկավ ու Ադամին ու Եվա ներողություն, դեր Եվային, հետո Ադամն էլ իր հետ կերավ։ Եվայի հետ խոսում էր ու ցույց տվեց Եվայի միտքը որտեղ էր։ Երբ որ ինքը հասկացավ որ այն իր ստեղծիչը ասեց չի կարելի, իսկ Սատանան ասում ոչ չի կարելի։ Ինքը հասկանում է որ երբ որ դուք կուտեք իր նման կդառնաք։ Դրա համար նախանձ է ու չի ուզում որ դուք կուտեք։ Ինքը հասկանում է որ այս աշխարհասիրությունը մարդու կյանքի իմաստն է։ Դրա համար չի ուզում որ մենք աշխարհը սիրենք, դրա համար ինքը արգելում է, որտեվ էգոիստ է, ինքնասեր, էգոիստ է, ուզում է մենակ իրան սիրենք։ Ու ցավը հենա որ շատ մարդիկ ընկնում են կարթի մեջը, ձկի նման կարթի մեջ են ընկնում, դուրս են քաշվում, իրանք կորցնում են ամենակարևորը, Աստծո սերը, փոխարինելով աշխարհասիրությամբ, որն որ ցավոք սրտին հետագայում ինչ պետք է անի մենք բոլորս գիտենք։ Ու ամենակարևորը գիտեք ինչ է, աշխարհասիրության ու մարմնի ցանկությունների գլխավոր աղբյուրը մեր աչքերն են։ Մեր աչքերը մենք տեսնում ենք, հավանում ենք եւ ուզում ենք։ Այդեն չի նայեցիր տեսար որ այն լավ բան է։ Հետ էլ ոչ էլ մտածում ես, գիտեք որ այս լավ բանը ինչ կբերի ինձ։ Ինչպիսի հարաբերության մեջ կդարձնի ինձ դեպի Աստված եւ այս աշխարհը։ Դա չենք մտածում։ Մենք մի բան ենք մտածում, որ ես ուզում եմ ու ամեն ինչ կանեմ որ ստանամ այդ բանը։ Հետաքրքիր է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը էլի Տիրոջ խոսքն է, որովհետեւ մենք պետք է հասկանանք որ մենք նայելով Տիրոջը ու նրան նմանվելով կարող ենք միայն այն ժամանակ Աստծո մարդ կոչվել ու մեր կոչումը լինել ճիշտ այնպես ինչպես որ Աստված է ուզում։ Մատթեոսի 6-րդ գլուխ 22-23 համարները։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք, քանի որ սա լերան քարոզն է, որտեղ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը բավականին մեծ քանակությամբ խրատներ է տվել, ու այս խրատը շատ կարևոր է բոլորիս համար։ Մատթեոս 6 глава 22-23 стихи։ Մարմնի ճրակը աչքն է։ Արդե որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսավոր կլինի, բայց թե որ քո աչքը չար լինի, ուշադիր լսեցեք, քո բոլոր մարմինը խավար կլինի։ Ուրեմն եթե այն լույսը որ քեզանում է խավար է, ապա խավարը որքան ավելի։ Դուք պատկերացրեք, որ ես հավատացյալ լինելով, ես խավարի մեջ եմ գտնվում։ Ոնց կարող է պատահի։ Այդ խավարն ու լույսը իր հետ ոնց կարող են միասին ապրել ու իրար հետ յոլա տանել։ Տենց հնարավոր է։ Դուք գիտեք որ երբ որ մութը ու լույսը վառվում է, մութը փախչում է։
Բայց մենք ասում ենք, չէ, խավարը ու լույսը կարելի է իրար հետ համակերպել ու իրար հետ առաջնորդել։ Մենք դա ասում ենք, գիտենալով, որ դա հնարավոր չի ֆիզիկական կյանքի մեջ, բայց հոգևոր կյանքի մեջ մենք մտածում ենք, որ այդպես ճիշտ է։ Եվ հետաքրքիր է, գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր քարոզի մեջ օգտագործում է գիպերբոլա։ Այդպես խոսք կա, գիտեք, ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, չափազանցություն, որն որ ներկայացնում է աչքի հետ, ու այդ գիպերբոլան հետևյալ ձևով է ներկայացված 18-րդ գլխի, Մատթեոսի 18-րդ գլխի 9-րդ համարը, խնդրում եմ ուշադիր լսեցեք, եւ թե որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նրան եւ քեզանից դեն գցիր, լավ է քեզ մեկ աչքով մտնել կյանքը, քան թե երկու աչք ունենալ եւ կրակի գեհենի գցվել։ Ինչի եմ ասում, որ սա չափազանցված խոսք է, որովհետեւ երբ որ մենք նայենք այսօր, բոլոր աչք չունեցող մարդիկ պետք է հավատացյալ լինեն։ Այսա աչք չունի, ուրեմն սա հավատացյալ է, որովհետև ամեն մեկը իր աչքերը կհանի։ Աստված ուզում է, որ մենք մեր աչքերը հանենք, չէ, բնական է չէ, սա չափազանցված խոսքեր է, բայց Աստված ուզում է, որ մեր աչքերը հեռացնենք այն ամենին, ինչ որ մարմինը ցանկանում է։ Հեռացնենք այն ամենը, ինչ որ մեզ կարող է Աստծո սիրուց պակասեցնի։ Բայց հեռացնում ենք թե չէ, եկեք այդ հարցը տանք, որովհետև եթե ես չեմ հեռացնում, եթե ինձ համար այս աշխարհը էլի շարունակում է սիրելի լինել, ու ես ասում եմ, որ ես կարող եմ նաև Աստծո սերը վայելել, գիտեցեք, որ ես սուտ խոսող եմ։ Ու ես ոչ միայն աշխարհասիրությամբ եմ զբաղվում, որտեղ որ կա մարմնի ցանկություն, աչքի ցանկություն, այլ նաև մի կարևոր բան, որն որ անբարտավանություն է կոչվում, գոռոզություն։ Գիտեք, չէ, անբարտավան մարդը ինչ կարգավիճակի մեջ է Աստծո մոտ։ Երկու տեղ է գրած Աստծո խոսքի մեջ, Պետրոսն է ասում, Հակոբոսն է ասում, ես Հակոբոսի թուղթը կարդամ, որովհետեւ մենք հասկանանք, թե Աստված ինչպես է նայում այն մարդկանց, որոնք իրենց վրա մեծ կարծիքներ ունեն ու մի անգամ հաշիվ չեն արտալի Աստծո կարծիքները։ Նու, այստեղ Աստված ասում է, կանեմ այստեղ ներողություն։ Ես չեմ ուզում անել, որովհետև ես ունեմ իմ կարծիքը, ես մարդ եմ, ես իմ խելքս ունեմ ու ես գիտեմ որն է լավը, որը չի։ Չգիտես իմ սիրելի։ Եվ ոչ ես գիտեմ, ոչ դու գիտես։ Որովհետև մեր գիտեցածը շատ աշխարհի սիրելու հետ է կախված։ Աշխարհի սիրելու այդ ցանկություն, ինչ որ մի բան ստանալու, այդ ստացածից ինչ կարող է լինել, Հակոբոսի 4-րդ գլուխ 6-րդ համարը լսեք ինչ է ասում։ Յակովը 4 глава 6 стих։ Նրա համար ասում է Աստված. անբարտավաններին հակառակ է կենում, իսկ խոնարհներին շնորհք է տալի։ Շատ անգամ երբ որ նայում ես հավատացյալ մարդու կյանքին, մկրտված, ապաշխարած մկրտված կյանքին, շնորհք չկա ընդհանրապես։ Անշնորհք մեկն է։ Ապրում է այս կյանքի մեջ եկեղեցում, հրեշտակը, այնտեղ բոբոլական կրակ աշխարհում։ Ու նայում ես ասում ես, ինչի։ Չէ որ ինքը ապաշխարել մկրտվել է, չէ որ Աստված իրան ընդունել է իր փառախը ու ինքը Աստծո մարդ է։ Մեծ հարցական է, գիտեք, ընդունել է թե չէ։ Որովհետև երբ որ մարդու մեջ կա անբարտավանություն, չի կարող պատահի, որպեսզի մարդը կարողանա Աստծո սերը վայելել։ Շատ էլ կուզենա, բայց չի կարողանա։ Ու վերջում գիտեք, շատ կարևոր է, որպեսզի մենք մտածենք դրա մասին, որովհետև մենք բոլորս էլ լավ գիտենք։ Հիմա ինչ որ պետք է ես կարդամ, սա ոչ թե մենք գիտենք, այլ աշխարհի յուրաքանչյուր, դաժե անաստված մարդն էլ գիտա այս բանը։ Բայց գիտենալով հանդերձ մեր գիտելիքները պետք է կիրառվի կյանքում, պրակտիկ կյանքում, որ կարողանանք մենք հասկանանք, որ եթե ես գիտեմ, ես այդ գիտեցածս անում եմ, որպեսզի ժամանակին ողբերգության մեջ չընկնեմ, տրագեդիայի մեջ չընկնեմ։ Իսկ դժոխքը մարդու համար ամենամեծ ողբերգությունն է, որտեղ որ նա կընկնի ու ընդեղից դուրս գալու հնարավորություն չի ունենա։ Առաջի Հովանու 2-րդ գլուխ 17 համարը։ Շատ եմ խնդրում ուշադիր լսեցեք։ 1 Иоанна 2 глава 17 стих։ Եվ աշխարհը անցնում է, եւ նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Աշխարհը կանցնի։ Այ քիչ առաջ մենք խոսացինք մեր քորոջի համար, որն մի քանի օր առաջ նրան հուղակավորությունը, հողի հանձնեցինք նրա մարմինը, այդ
մեր քույրը տարիների ընթացքում ապրում էր այս կյանքի մեջ, ժամանակին կարող է անհավատ էր, հետո հավատացյալ դարավ, ժամանակին ինքն կարող է պատահի աշխարհը սիրում, ու մի օր ինքը էլ չկա, ու ինչքան մարդիկ մեր եկեղեցում չկան էլ, ֆիզիկապես չկան, նրանք արդեն մեռել են, ու իմի կամ Աստծու մոտ են, կամ էլ եսին որտեղ են, չեմ ուզում, բերանց չեմ ուզում բացանել ասել, կարող է պատահի դժոխքում եղնել, մենք բոլորս հույս ունենք, որ բոլորս հավիտենական կյանք ունենանք, բայց մենք պետք է գիտենանք, որ աշխարհը անցնում է, մի օր մենք էլ ես ամեն անգամ երբ որ մերարատուն եմ գտնվում ու քարոզում եմ, ես միշտ մի բան եմ հիշեցնում մարդկանց ու ինձ եմ օրինակ բերում, որ այսօր ես խոսում եմ այս մարմնի առաջը, որի մեջ հոգի չկա, որ այս մի օր ես կեղնեմ դրա տեղը։ Դագաղի մեջ պարկողը ոչ թե մահացածը կլինի, ու ես կենթանի, ես կլինեմ այդ մահացածի մեջ, ու յուրաքանչյուր մարդ, ով չի հավատում, բոլորը համաձայնությամբ ասում են, գիտենք, որ օրերից մի օր պետք է մեռնենք։ Երբ որ նայում ես այսքան միլիարդատերերին, որոնք որ դիզեցին միլիարդները, ու հետո մեռան ու գնացին։ Ու ինչ։ Դուք գիտեք տարան իրանց ինչ որ մի թեթրի տարան, ոչ մի բան չտարան։ Այն մարմինը ինչի համար որ իրանք հոգս էին անում, այդ մարմինն էլ թողեցին այս հողի տակը, ճիճուների փայ ու մերկ հոգով գնացին Աստծու մոտ։ Պողոս Արաքելը ասում է. տեսեք որ երբ որ Աստծու մոտ կանգնեք, մերկ չլինեք։ Մերկ։ Այս աշխարհի հույսով ապրելով մարդը մերկ է մնում ու խայտարակ է լինում Աստծու մոտ։ Վերջում ուզում եմ հիշեցնել մի կարևոր բան։ Պողոս Արաքելը մի բան է ասում, որն որ մեզանից յուրաքանչյուրը շատ լավ գիտե, բայց մի անգամ մոռանում է, որ այս աշխարհը անցնում է։ Ու ամեն ինչ էլ որ այս աշխարհում կա, օրերից մի օր յուրաքանչյուր մահացածի համար դադարում է գործողությունը։ Էլի աշխարհը շարունակում է իր կյանքը, բայց մահացածի համար վերջ։ Ունայեք առաջի Տիմոթեոս 6:6-7 Պողոս Արաքելը ինչ է ասում։ Первое Тимофея 6 глава 6-7 стихи։ Բայց մեծ շահավաճառությունը իրավ աստվածապաշտությունը բավականության հետ միասին, որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհը, եւ հայտնի է, որ ոչինչ էլ չենք կարող տանել։ Դուրս տանել չենք կարող։ Հայտնի է։ Ոչինչ չենք բերել, մերկ եկել ենք, մերկ էլ կգնանք։ Բայց մեծ շահավաճառությունը, սիրելի քույր եղբայրներ, որ մենք հավատացյալ լինելով կարողանանք ճիշտ հավատացյալ լինել ու այս աշխարհում ապրելով ու այս աշխարհի բարիքները վայելելով աշխարհը չսիրենք։ Սա մեծ շահավաճառություն է։ Великое приобретение ռուսերեն ասում են։ Շահավաճառություն, այսինքն երբ որ մարդը ինչ որ մի մեծ բան է գնում, ինքը չի ասում որ ես կանեցի, я не купил, я приобрел։ Երբ որ մեծ բան է, տունը, մեքենայը կամ ուրիշ բաները, որոնք որ թանկագին են։ Մենք ինչ որ այսօր ստացել ենք Աստվածանից, ամենամեծ գինը ունի, ինչ որ գոյություն ունի այս աշխարհի երեսին։ Հիսուս Քրիստոսի արյունով գնված ենք մենք բոլորս։ Ու իմ մտածում եմ իմ կյանքի մեջ, իմ Տիրոջ արյունը ինձ փրկեց հավիտենական կորուստից։ Ես ոնց կարող եմ իմ Տիրոջ արյունը անարգել ու այս աշխարհը որ ժամանակավոր է նրան սիրել ու նրանով տարվել։ Ոնց կարող եմ այդ բանը անել։ Կարող եմ, եթե ես վերստին չծնված եւ ուղղակի թաց եղած հավատացյալ եմ, որն այս կյանքի մեջ ապրում եմ ու իմ գլխավոր նպատակն է այս աշխարհը։ Սիրում եմ ու կվայելեմ այս կյանքը։ Բայց հետո ինչ կեղնի, մենք բոլորս լավ գիտենք։ Հետո կա մի դժոխք, որտեղ որ հավիտենական տանջանք է ու դրանից ազատվելու համար Տերը ամեն ինչ արել է ու մեզ հրամայել է։ Եթե դու հավատացյալ ես, մի սիրի աշխարհը։ Տերը բոլորիս օգնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։ Եկեք ոտքի կանգնենք, աղոթք կանենք։ Գիտեք, ես ձեզ մասին չեմ ասում, առաջի երթին իմ մասին եմ ասում, քանի որ ես մարմնի մեջ եմ գտնում, այս աչքերս թարսիպես անես լավ է տեսնում, ինչ եմ ասում թարսիպես, որովհետև անես ուրիշների նման կարճատես չեմ ես, որ ակնոցներս հանեմ ու գնամ։ Մեր մի հատ եղբայր ունենք, ինքը ամեն անգամ այսպես էր ման գալի,
ցավոք սրտի վերջի մեքենայի տակ ընկավ, ինքը ասում էր, որ ես չեմ ուզում այս աշխարհին նայեմ, որովհետև գայթակղում եմ, որ տեսնում եմ այս կիսան մեր աղջիկներին, տղեկին, որոնք որ հագնում են ամեն ինչը, պետք չի, որ դու սենց աչքի հետ փակած վերջի մեքենայի տակ ընկնես կամ ինչ որ անդունդի մեջ ընկնես։ Նայիր, բայց մի ուշադրություն դարձրու։ Նայիր, բայց եթե տենում ես դա քեզ գայթակղեցնում է, հայացքը չի ուտու ուրիշ տեղ, որտեղ որ Աստված կա։ Նայիր ու մի տարվիր դրանով։ Ինչպես Դավիթը տարվեց Բերսաբեով ու վերջի ընկավ մեղքի մեջ։ Մի տարվիր, այլ կարողացի ապրել այնպես, որ ամեն անգամ աչքիդ առաջը Աստված լինի։ Ու այն ժամանակ Աստծո օրհնությունը կլինի մեր հետ, եւ մենք Աստծո մարդ կոչվելով իրականում կլինենք Աստծո մարդ։ Եկեք աղոթք անենք դրան։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք, որ քո ողորմությունը մեծ է։ Շնորհակալ ենք, որ դու մեզ հիշեցնում ես մի կարևոր բան, որն որ շատ ուժեղ ազդեցություն է տալի մեր բոլորիս, քանի որ մենք մարմնի մեջ ենք գտնվում եւ մեր աչքերը բաներ է տեսնում, որն որ շատ անգամ այդ տեսածը մարմինը ցանկանում է չմտածելով, որ վերջի այդ ցանկացածը կարող է ինձ հոգեվոր վնաս բերել ու այն ցավալի հետևանքի առաջ կանգնեցնել, որն որ հետո երբ որ մենք կանգնենք քո առաջ, դու մեզ կասես, ես քեզ չեմ ճանաչի երբեք։ Սիրելի Հայր, քանի դեռ կենթանի ենք ֆիզիկապես, քանի դեռ ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ, քանի դեռ մենք շրջապատված ենք այս աշխարհով, որտեղ որ շատ բաներ կա, որ մեր մեջը ցանկություն է առաջանում, այս աչքերի միջոցով, մեր մարմնի միջոցով, սիրելի Հայր, օգնի մեզի, օգնի որ մենք կարողանանք խոնարհվենք քո առաջը։ Անբարտավանության հակառակը խոնարհություն է, ու մենք գիտենք, որ եթե մենք չխոնարհվենք, մենք ինչքան էլ մեր վրա կարծիքներ ունենանք, մենք անպայման անբարտավանանանք եւ կհակառակվենք քեզ Տեր։ Քո խոսքին կհակառակվենք ու չենք անի այն ինչ որ դու ես ուզում, այլ ընդհակառակը կանենք այնպես, ինչպես որ ժամանակին Եվան արեց, Ադամը արեց, ու այսօր նրա հետևորդները, նրանից ծնվածները այսօր ամբողջ աշխարհի հերեսին անում են անտեսելով քեզ, ամենակարող Աստծուն։ Սիրելի Հայր, գիտես Տեր մեր տկարությունը, ամեն մեկիս տկարությունը, մեզ օգնի Տեր, մեզ առաջնորդի, թող միշտ եւ ամեն ինչում քո անունը փառավորվի։ Ամենակարող Հայր, այս ամենը խնդրում ենք քեզանից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։